Ըստ խնդրի թիվը կանվանենք գեղեցիկ, եթե յուրաքանչյուր թվանշան հանդիպում է թվի մեջ մեկ անգամից ավելի անգամ։ Պահանջվում է գտնել, թե քանի հնգանիշ գեղեցիկ թիվ կա։ Շատ լավ։ Նախ եկեք այդ հնգանիշ թվերը պատկերենք, դա մեր քայլ 1-ը կլինի։ Ահա, եւ դե ինչպես ենք պատկերում առհասարակ այդ հնգանիշ թվերը։ Ահա, այսպես քառակուսիներ գծելով։ Շատ լավ, հիմա սա մեր հնգանիշ թիվն է եւ այս թիվը մեզ մոտ պետք է պարունակի ցանկացած թվանշանից կամ 2 կամ ավելի շատ քանակությամբ, այսինքն մի հատ թվանշանից չի կարող լինել։ Եթե մենք x թվանշան օգտագործում ենք այստեղ, մենք պետք է այդ x թվանշանից կրկին ունենանք, ու իրականում նրա դիրքը այդքան էլ էական չէ։ Հիմա, եթե x թվանշանը կա, այստեղից հետևում է, որ երկրորդ x-ն էլ կա։ Ահա, այս պահին մենք փորձում ենք գտնել ինչ-որ թվանշանների, ինչ-որ քանակների գումար, որոնք հավասար են 5-ի, որովհետև այստեղ թվանշանների քանակն է առհասարակ հավասար 5-ի, եւ եթե մենք յուրաքանչյուր թվանշանի քանակ դիտարկենք, նրանց բոլորի գումարը պետք է հավասար լինի 5-ի, բայց ոչ մեկ չի կարող 1 լինել, 1-ից մեծ պետք է բոլորը լինեն։ Եկեք դա ձևակերպենք, սա ուղղակի նկարագրում է, թե ինչպիսին կլինի ընդհանուր խնդիրը, այստեղ ինչ-որտեղ x կլինի ու էական չէ, թե որտեղ կլինի։ Հիմա եկեք դա այստեղ բառերով գրենք, որպեսզի մեր աչքի առաջ լինի ու հասկանանք ինչի մասին է խոսքը գնում, ու այնուհետև անցնենք լուծմանը։ Թվանշանների քանակների գումարը կլինի 5, դե որովհետև մեր թիվը հնգանիշ է։ Թվանշանների քանակների գումարը կլինի 5, ահա այստեղ սա ֆիքսենք, եւ յուրաքանչյուր քանակ մեզ մոտ մեծ կամ հավասար է 2-ի։ Պետք է լինի մեզ մոտ 2 գումարած, սա ինչ-որ թվանշանի քանակ է։ Եթե մյուս թվանշանի քանակը իրենից տարբեր կրկին 2 լինի, ապա որպեսզի 5 ունենանք, պետք է այս մյուս թվանշանի քանակը լինի 1, ինչը չի համապատասխանում խնդրի պայմանին, որովհետև թիվը պետք է լիներ գեղեցիկ եւ ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր թվանշանից պետք է 1-ից ավել քանակությամբ լինի։ Այս մեկը մեզ մոտ պրոբլեմ է առաջացնում։ Հետևաբար, այստեղ չի լինի 2։ Պետք է հաջորդ թվանշանների քանակությունը լինի 3։ Սա հավասար է 5-ի։ Կամ 5-ն է հավասար 5-ի։ Այստեղ փորձեցի ինչ-որ ձև նկարագրել, թե որ թվանշանից քանի հատ պետք է լինի, առհասարակ ինչ թվանշանների քանակություններ մենք կարող ենք ունենալ։ Եվ մենք կարող ենք ունենալ կամ 2 հատ մի թվանշանից, 3 հատ այլ թվանշանից, կամ 5-ն էլ նույն թվանշանից պետք է լինեն, այլ քանակներ մենք չենք կարող ունենալ։ 1 հաստատ չենք կարող ունենալ ինչ-որ թվանշանից, նշանակում է, որ 2 եւ ավելի կարող ենք ունենալ։ Եթե 2-ի հետ 2 ենք վերցնում մեկ այլ թվանշանների քանակից, օրինակի վրա պատկերացնենք, ենթադրենք 2 հատ 5 ունենք։ Կամ ոչ թե 5, այլ 7, 2 հատ։ Եթե մենք 2 հատ էլ 8 ունենանք, մենք այստեղ պետք է 5-րդ թվանշան ունենանք, որը կլինի 9, բայց կամ ուրիշ թվանշան կամ այական, բայց արդեն սա չի բավարարի խնդրի պայմանին, որովհետև 9-ից մենք ընդամենը մի հատ պետք է ունենանք։ Հետևաբար այս վերջին թվանշանը, որ մենք ընտրում ենք, պետք է համապատասխանի նախորդ երկու տարբեր թվանշաններից որևէ մեկի հետ, այսինքն կլինի կամ 8 կամ 7, սա արդեն էական չէ։ Մենք ուղղակի իմացանք, որ ինչ որ թվանշանից պետք է լինի 2 հատ, մյուսից 3 հատ։ Եվ եթե հանկարծ մեզ մոտ ոչ թե 2 լինի, այլ օրինակ լինի 3, դե ակնհայտ է, որ այս 3-ի հետ մենք 1 ունենալ չենք կարող, կունենանք 3, ինչը արդեն այստեղ նշվել է, մենք թվանշանների ինչ-որ քանակություններ ենք վերցնում։ Եվ եթե լինի ոչ թե 3, այլ 4 հատ ինչ-որ թվանշան, օրինակ 8, 8, 8, ունենանք, այսպես 4 հատ 8 ունենանք, վերջին թվանշանը ակնհայտ է, որ պետք է համընկնի, ինքն 4 հատ էլ չենք կարող ունենալ, 5 հատ պետք է ունենանք նույն թվանշանից։
Հետևաբար ֆիքսելով եւ հասկանալով թե որ թվանշանից քանի հատ պետք է ունենանք, մենք արդեն կարող ենք անցնել խնդրի լուծման հաջորդ քայլին, որտեղ կքննարկենք թե ահա այս երկու թվանշանները որոնք են, այս 3 թվանշանները որոնք կլինեն եւ կփորձենք կառուցել այդպես հնգանիշ թվեր։ Այսինքն առաջին կարևոր քայլը այն էր հասկանալ թե ինչպիսին պետք է լինեն այդ թվանշանների քանակները։ Հիմա քայլ 2-ին անցնենք եւ դա արդեն երկու իրավիճակ կունենա, ահա այս 5-ը քննարկել եւ 2-3 թվանշանների քանակների զույգը քննարկել։ Դե եթե ինչ որ թվանշանից 5 հատ է, այսինքն բոլորն էլ նույն թվանշանն են, այդպիսի քանի թիվ կարող է լինել։ Մի թվանշանից 5 հատը։ Նշանակում է այդ թվերն են բոլորը մեկերով գրված, չէ որ բոլորը զրոներով գրված է, դա թիվ չի լինի։ 5 հատ 2-ներով գրված թիվը եւ այսպես շարունակ 5 հատ 9-երով գրված թիվ։ Այսինքն 9 թիվ ունենք այդպիսի։ Եվ դա այսքանով 5-ի դեպքը ավարտվում է։ Դրա համար նրան առաջինը քննարկեցինք, այն հեշտ էր բավականին։ Անցնենք մյուս դեպքին, երբ մենք ունենք 2 հատ մի թվանշանից եւ 3 հատ մեկ այլ թվանշանից իրենից տարբեր։ Դա ակնհայտ է, որ այդ թվանշանների մեջ կարող են լինել զրոներ եւ կարող են զրոներ չլինել։ Ու դրա համար եկեք հիմա երկու իրավիճակ քննարկենք, երբ զրո ունենք եւ երբ զրո չունենք։ Չկա զրո։ Այստեղից հետևում է, որ մեզ մոտ կարող է լինել։ Եկեք այս 2 հատ թվանշանը ֆիքսենք, ենթադրենք այդ երկուսը մեկ են եւ հասկանանք թե այդ երկուսի հետ ինչպիսի այլ թվանշաններ կարող ենք ունենալ։ Դե քանի որ տարբեր թվանշան պետք է լինի, դա նշանակում է, որ մենք կունենանք 3 հատ 2 կամ կունենանք 3 հատ 3 եւ այսպես շարունակ ամենավերջին տեղում կարող ենք ունենալ 3 հատ 9։ Շատ լավ, իսկ ահա այս թվանշանների հնգյակից քանի թիվ կարելի է կառուցել։ Դե տեսեք, պետք է թվանշանների դիրքը ֆիքսել, ահա այսպես, պետք է ֆիքսել թե մեկերը որտեղ կարող են լինել եւ դե երկուսները միաժամանակ կդասավորենք։ Տեսեք, մեկը մեզ մոտ կարող է լինել։ Առաջին մեկ թվանշանի դիրքը կարող ենք ընտրել 5 տարբերակով, ենթադրենք այստեղ ենք ընտրել։ Երկրորդ մեկ թվանշանի դիրքը կարող ենք ընտրել արդեն 4 տարբերակով, 4 թվանշանի դիրք է մեզ մոտ մնացել։ Բայց այս ամենը պետք է բաժանենք 2-ի, որովհետև կարող ենք հակառակ հերթականությամբ ընտրությունը կատարել։ Ընտրեինք առաջին մեկ թվանշանի դիրքը այստեղ, երկրորդ մեկ թվանշանի դիրքը այստեղ, ու արդյունքում կլիներ մեզ մոտ 10 թիվ։ Այսինքն այսպիսի ցանկացած հնգյակից 10 թիվ է դուրս գալու մեզ մոտ։ Ահա։ Ուստի եւ տեսեք, սա լինում է ցանկացած երկու թվանշան ֆիքսելու ժամանակ։ Ու նկատենք, որ եթե մենք այս մեկերը այլ թվանշանով ֆիքսեինք, օրինակ 2-ով ֆիքսեինք, այստեղ կլիներ այդ 2 հատ 2-ը 3 հատ մեկերի հետ այս իրավիճակը, ու նկատեք, որ 2 հատ 2 եւ 3 հատ 1 հնգյակը խիստ տարբերվում է 2 հատ 1 եւ 3 հատ 2 հնգյակից։ Այսինքն, քանի որ սրանք տարբեր են, մենք ուղղակի կարող ենք բազմապատկել, թե քանի այսպիսի դեպքեր մենք առանձին կդիտարկենք։ Այսինքն, եթե մեր երկու թվանշանը մեկերն են, յուրաքանչյուր այսպիսի իրավիճակում մեզ մոտ դուրս էր գալիս ահա այսպիսի 8 հատ ճյուղ եւ յուրաքանչյուրի հետ մենք 10 թիվ ենք կարողանում կառուցել։ Այսինքն յուրաքանչյուր այսպիսի զույգից 8 անգամ 10 թիվ է դուրս գալիս։ Այստեղից մենք ունենք 8 անգամ 10 հավասար 80 թիվ եւ քանի որ այդ երկու թվանշանը ընտրելու 9 տարբերակ ունենք, ընդհանուր կստացվի եւ յուրաքանչյուր երկու ընտրելուց մեզ մոտ 80 թիվ է դուրս գալիս, այսինքն 9 անգամ 80 հավասար 720 թիվ։
Շատ լավ, հաշվեցինք առանց զրոների իրավիճակը։ Հիմա հաշվենք զրոներով իրավիճակը։ Երբ մեզ մոտ 0 թվանշանը կա։ Դա տեսեք, 0-ից կարող է լինել 2 հատ, բայց կարող է լինել 3 հատ։ Հիմա դրանք է պետք դիտարկել։ Ու հիշենք, որ 0 իրավիճակը մենք առանձնացրել էինք, որովհետև առաջին թվանշանը 0 լինել չէր կարող։ Դրա համար հիմա արդեն 0-ն հասկանանք ում հետ կարող է լինել։ Ենթադրենք ունենք 2 հատ 0, եւ դա ակնհայտ է ինչ որ 3 հատ այլ թվանշանից, ինչպես մեզ մոտ կկառուցվի ընկանիշ թիվը։ Ահա։ 0-ն առաջին թվանշանը լինել չի կարող, հետևաբար այստեղ մենք ունենք a, եւ այս 4 տեղերում մենք պետք է 0-ի դիրք ընտրենք։ Դե 0-ն կարող է լինել այս թվանշանը, այսինքն 4 տարբերակ ունենք 0-ի դիրք ընտրելու համար, այնուհետև արդեն 3 տարբերակ ունենք 0-ի մյուս դիրքը ընտրելու համար, բայց կարող ենք հակառակ հերթականությամբ կատարել մեր ընտրությունը եւ դրա համար բաժանում ենք 2-ի։ Ու ստացվում է արդյունքում 6 ձևով կարող ենք մենք 0-ի դիրք ընտրել։ Այսինքն 6 թիվ է դուրս գալիս ամեն 2 հատ 0 եւ 3 հատ այլ թվանշան իրավիճակից։ Ուստի այսպիսի իրավիճակներից մեզ մոտ կլինի, քանի որ այս a-երն էլ մեզ մոտ 1-ից 9 թվերն էին, թվանշաններն էին, 9 անգամ 6, ահա, քանի որ a-ն 1-ից 9 կարող է լինել, կստացվի մեզ մոտ 9 անգամ 6 թիվ, ինքն 54 թիվ։ Շատ լավ։ Իսկ եթե մենք ունենք 3 հատ 0 եւ 2 հատ ինչ-որ այլ թվանշան, ապա այստեղ հետևյալ իրավիճակն է ստացվում։ Հիմա կրկին a թվանշանը պետք է լինի առաջինը եւ մեզ մոտ մնում է ընտրել 3 հատ 0-ների դիրքը կամ կարող ենք ասել, որ մենք պետք է ընտրենք մյուս a-ի դիրքը։ Այսինքն ամեն ձև մենք փորձում ենք մեր գործը ինչ որ հեշտացնել հաշվարկի։ Տեսեք, այդ a թվանշանը ընտրելու, այսինքն երկրորդ այդպիսի թվանշան ընտրելու 4 տարբերակ ունենք, որտեղ էլ a-ն դնենք, ենթադրենք այստեղ ենք դնում, մնացած 3 թվանշանները, այս 3 0-ները միաժամանակ կդասավորվեն։ Այսինքն ուղղակի դուրս է գալիս 4 թիվ այսպիսի հնգյակներից։ Եվ քանի որ a-ն 1-ից 9 է, այստեղ մեզ մոտ կլինի 9 անգամ 4 36 թիվ։ Եվ մեզ մնաց ուղղակի հաշվել քայլ 3-ով բոլոր քանակները այդ թվերի, այսինքն բոլորը իրար գումարենք։ Ուստի ընդհանուր կլինի Եվ տեսեք, ահա այսպիսի 5 հատ թվանշաններ նույն տեսքից 9 թիվը մեզ մոտ ստացվում։ Երբ մեզ մոտ 0 չկա, բոլոր այդ թվանշանից 720 հատ թիվ է ստացվում։ Երբ մենք ունենք 0, սակայն 0-ից 2 հատը 54 թիվ է ստացվում։ Եվ երբ ունենք 0-ից 3 հատ 36 թիվ է ստացվում, ինչի արդյունքում ընդհանուր այս քանակը մեզ մոտ հենց ցույց է տալիս, թե քանի գեղեցիկ հնկանիշ թիվ կա, ինչը հավասար է 819-ի։ Ինքն 819 հնկանիշ գեղեցիկ թիվ ունենք։ Շատ լավ, եկեք հիմա սահենք խնդրի լուծման վրայով եւ քայլերը դիտարկենք։ Առաջին քայլը, որը կրկին շատ կարևոր էր մեզ համար, մենք հասկացանք, թե ինչպիսի հարաբերակցությամբ պետք է լինեն թվանշանների քանակները։ Հասկացանք, որ թվանշանների քանակները կլինեն կամ 2, 3, կամ 5։ Ուրիշ իրավիճակ չի կարող լինել, որովհետև 1 հաստատ չունենք այդ քանակների մեջ, ամենակիչը 2 է, հետևաբար 4 ունենալ չենք կարող, եւ 2, 2 այլ թվանշան չենք կարող, ուստի 2, 3 եւ 5-ն էին միայն բավարարում։ Հետո բաժանեցինք իրավիճակների ըստ այդ թվանշանների քանակի, քանի որ 5 հատը նույն թվանշանը բավականին հեշտ օրինակ էր եւ հեշտ դեպք էր, եւ դա դիտարկելը մեզնից տարավ ընդամենը 1 րոպե ժամանակ, մենք ուղղակի հասկացանք, որ 5 թվանշաններ նույնը լինեն, զրոներով գրվել չի կարող, իսկ մնացածը 9 թվանշան են։ Ուստի 9 թիվ կարող է դուրս գալ այդ դեպքից։
Հիմա, երբ մենք ունենք 2 հատ մի տեսակի թվանշան եւ 3 հատ մեկ այլ տեսակի թվանշան, ինչ ենք անում այդ դեպքում։ Դե այդ դեպքում էլ մեզ մոտ խնդրեմ կարող է առաջացնել 0 թվանշանը, որովհետեւ այն կարող է լինել տեսականորեն առաջին թվանշանը, ինչը խանգարում է։ Դրա համար վերցնում եւ արհեստական կերպով հանում ենք այդ 0-ն, 0-ի իրավիճակը առանցին կհաշվենք ու սկսում ենք առանց 0 քննարկել, առանց վախենալու, որ ինչ որ թվանշան առաջինը կլինի։ Հիմա ֆիքսում ենք առաջին 2 թվանշանը, որը ընտրում ենք, ենթադրենք ընտրում ենք 2 հատ 1։ Դրա հետ կարող ենք ընտրել 3 հատ 2, 3 հատ 3, այդպես շարունակ մինչև 3 հատ 9։ Հիմա, ինչպիսին կարող են լինել մեր տարբերակները այսպիսի ամեն հնգյակից։ Դե մի հնգյակի իրավիճակը դիտարկենք, մնացածը սիմետրիկ կլինեն, նույնձև կհաշվենք։ Ահա, դիտարկում ենք 2 հատ 1 եւ 3 հատ 2 իրավիճակը, առաջին մեկի դիրքն ենք ընտրում, այնուհետև երկրորդ մեկի դիրքն ենք ընտրում, բայց քանի որ ընտրությունը կարող է լինել հակառակ կարգով, բաժանում ենք երկուսի խուսափելու համար կրկնվող իրավիճակներից, ու ստացվում է, որ ամեն այսպիսի հնգյակից 10 թիվ է դուրս գալիս։ Ու քանի որ 2 հատ 1-ի հետ մենք այսպիսի 9 թվերի եռյակ ունենք, ուստի կներեք 8 թվերի եռյակ ունենք, ուստի 80 թիվ է դուրս գալիս այս կտորից, եւ այդ երկու թվանշաններ կարող ենք ընտրել 9 տարբերակով, կարող ենք ընտրել 2 հատ 1, 2 հատ 2, այդպես շարունակ մինչև 2 հատ 9, ստացվում է, որ 9 անգամ 80, հավասար 720 թիվ է դուրս գալիս այս իրավիճակից։ Իսկ ինչ կլինի, երբ մենք 0 ունենանք։ Դա կրկին, մենք կարող ենք ունենալ 2 հատ 0, կարող ենք ունենալ 3 հատ 0։ Հիմա, երբ ունենք 2 հատ 0, ակնհայտ է, որ առաջին թվանշանը պետք է մյուս 3 հատ այլ թվանշանից լինի, եւ հիմա մեզ պետք է այս 4 դիրքից ընտրել 2 0-ի դիրք կամ 2 այլ թվանշանի դիրք, նույն բանն է այստեղ։ Ու կրկին, ինչպես վերևում էինք այդ ընտրությունը կատարում, նույնն էլ այստեղ ենք ընտրություն կատարում եւ 6 թիվ է դուրս գալիս։ Ու քանի որ այս 3 հատ այլ թվանշանը կարող է 1-ից 9 լինել, հետեւաբար 9 անգամ 6 54 թիվ է այստեղից ստացվում։ Իսկ երբ մենք ունենք 3 հատ 0 եւ 2 հատ այլ թվանշան, ակնհայտ է, որ մի թվանշանը պետք է լինի առաջինը եւ այն 4 թվանշաններից մենք պետք է ընտրենք կամ 3 հատ 0-ների դիրք կամ մի հատ այլ թվանշանի դիրք եւ հեշտ է մի հատ այլ թվանշանի դիրք ընտրել, որովհետեւ դրա համար ունենք ընդամենը 4 տարբերակ եւ յուրաքանչյուր այդ այլ թվանշանի դիրք ընտրելուց ծնվում է մի թիվ։ Ուստի 4 թիվ էլ այդտեղից է դուրս գալիս։ Ու քանի որ մյուս թվանշանը ընտրելու 9 տարբերակ ունենք, 9 անգամ 4 36 թիվ է դուրս գալիս եւ հետեւաբար ընդհանուր քանակն էլ կլինի ուղղակի այս քանակների գումարը 9 80 կներեք 80 չէ 720 այստեղ 54 եւ 36, ինչի արդյունքում ունենք 819 հատ գեղեցիկ թիվ։ Դա ես խնդրում բոլոր քայլերն կարևոր էին շատ ու կարևոր էր հասկանալ այստեղ ինչպես է անջատումը կատարում ու ինչպես է կատարում ձեր համակարգված հաշվարկը։ Հետևաբար այսքանով այս խնդրի լուծումը կարող ենք ամբողջությամբ ավարտել։